Տակել ինչը թույլ կտա 1 աստիճանով բարձրանալ, իսկ ահա Արարատի դեպքում այս խաղում պարտությունը գործնականում կնշանակի, որ Արարատը զրկվում է Եվրագավաթային գոտում հայտնվելու համար պայքարեց, նա դժգոհ է եղել մարզիչների գործողությունից, ինքն է հարված է հիմա հետևում Ռևյակինը մի կերպ կարողանում մասին։ Դավիթ Խուրսիձենը գնդակի մոտ, Ստեպանեցն է հարվածում, Մարմենտինի հարվածում է Մարմենտինին և տեղը վեցնյակում, բայց հիմա շատ ավելի վատ է խաղում, քան կարող է Գլիշիչ, հարված այստեղ էլ Սիլվան, ու հիմա արդյոք Արարատը կունենա հակագրով, փոխանցում առաջ, այստեղ սա դեղին քարտ է, եթե ոչ ավելին, կարմիր քարտ միանգամից կարմիր քարտ։ Ահա և տեսեք, ինչպես Արարատը ընդամենը 1 վտանգավոր պահ կարողացավ օգտագործել և ծառայեցնել իր օգտին, այստեղ չհասավ գնդակին, ինչ-որ տեղ նաև խանգարել չօգնեց, որպեսզի Արարատը կարողանա իր 3 միավորը վաստակել, այստեղ ինչ է անում Օգնեն Չանչարևիչը և հաշիվը կարող էր բացվել, մի կերպ հաջողվեց այս սկսի իր հերթական գրոհը։ Լավ ընդունեց Գալվաոն, հիմա էլ այո Վանգուիդ է պետք փոխանցել, հարվածել է պետք այստեղ, բայց հերթական անգամ շատ մարզումներին, որ հիմա կարողանա նույնձև կրկնել խաղադաշտում, հիմա կրկին վտանգավոր պահ, այս անգամ ավելի լավ է ստացվում Վանգուի հարվել, անկյունային Մարմենտինին է իրացնում, փոխանցում Տուգանային հրապարակ, հարվածում է և կրկին Ռևյակին, քանի անգամ կարող է կարմիր քարտ մրցակցի համար վաստակելու համար, և այստեղ գնդակը հայտնվում է դարպասում, ով դարձավ այս գոլի հեղինակը, Իվան Սպիշկան է այնուամենայնիվ տոնում, ահա և հաշիվը բացված է, շատ ավելի վտանգավոր անկյունային իրացրեց Ալաշկերտը, հետևեց հստակ հարված դարպասին, բայց Ռևյակինը կարողացավ փրկել, իսկ այստեղ ուղղակի ինչ-որ անհասկանալի խաղարկում և արդյունքում գնդակը դարպասում է, տեսեք։ Հաշիվը բացեց Իվան Սպիշկան, համար 23։ Իվան Սպիշկան բացեց հաշիվը, մինչ այդ Վեսլեն Ժունիորը կարողացավ շեղել գնդակի ուղղությունը և հաշիվը բացված է, Արարատը առաջ չանցնում հաշվի մեջ և հիմա պետք է գոնե գրավի դարպասը Ալաշկերտը, բայց կրկին շատ անհաջող են օգտագործվում բրազիլացի ֆուտբոլիստը և նորից է ստանում գնդակը, այստեղից մի վտանգավոր բան պետք է հնարել և գոլ, Ալեքսանդր Գլիշիչ, հաշիվը հավասար է, 1-1, առաջին խաղակեսի վերջնամասում Ալաշկերտը վերջապես ձեռնարկեց մի այնպիսի գրոհ, որը դատապարտված էր հաջողության, 1-1 բավականին հետաքրքիր երկրորդ խաղակես է մեզ սպասում, իսկ Ալաշկերտը կրկնեմ վերջապես գործեց այնպես, ինչպես պետք է գործի այսպիսի թիմը, տեսեք Գլիշիչը ինչ ճիշտ պահին միացավ գրոհին և ինչ ճիշտ փոխանցում էր կատարել նաև Բրայան Սիլվան ու այս ամենը և փոխանցում կատարեց, 3 րոպե անկյունայինը իրացված է և երկրորդ գնդակն է հայտնվում Արարատի դարպասում, այս անգամ էլ Ռիստո Միտրևսկին է աչքի ընկնում, սա արդեն բախտի պատասխանն էր Ալաշկերտին, պատասխան նվերն էր, հենց այսպիսի մի անհեթեթ գոլ Ալաշկերտը սեփական դարպասն ընդունեց և նույնպիսի գոլ էլ հիմա խփում է Արարատի դարպասը, այստեղ սխալվեց իհարկե Ռևյակինը։ Գիչելիձեի փոխարեն համար 9 է, հանդիպումը կշարունակի Ռազմիկ Հակոբյանը, համար 95 է։
Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք ուղիղ Հովհաննիսյանը եւ խաղի պատվիրակն է Վահան Ղարիբյանը։ Արարատն է հիմա գրոհում հերվից հարված է հետևյայնակ է հայտնվում դարպասապայի դիմաց եւ այդ պայից սկսած Ալաշկերտը մնաց 10 ֆուտբոլիստով, հետո արդեն անկյունայինի խաղարկման ընթացքում մինչև այն պահը, երբ ձախ եզրից առաջ պոկվեց Բրայան Սիլվա Գարսիան, հիմա կրկին կարող է գնդակը հայտնվել Ալաշկերտի դարպասում 11 մետրանոց հապաղեցին Գլիշիչ Վանգուն է միացել, պետք է փոխանցել նրան։ Տեսեք ինչ խառնաշփոթ պահ է եւ ինչպես է կարողանում հարվածել Ալեքսանդր, որոշել է ուղղակի գնդակ պահել իր մոտ, հետո այսպիսի պահեր գուցեև առաջանան Ալեքսանդր Գլիշիչ գոլ։ Փայլուն գործեց Ալեքսանդր Գլիշիչը, իրոք այս գոլը ամբողջովին նրա վաստակն էր, նրա հաշվին պետք է գրել 3-1 Ալաշկերտը արդեն մեծացնում է իր առավելությունը, հիմա մենք կտեսնենք կրկնապատկերը, 2 փայլուն անցում Գլիշիչի կողմից, 1, 2 և հիանալի հարված այս արդյունքը արդյոք շարունակելու են աշխատել, սա կարող էր հերթական գոլը լինել Բավականին լավ հարված իրացրեց Ռազմիկ Հակոբյանը, Ալաշկերտի ֆուտբոլիստներից մեկ այնտեղ հայտնվեց խոտածածկին, սա անհատական անցում էր Խուրսիձեի Արարատի վերջին փորձերից մեկը Դավիդյան, փոխանցում և գնդակը չի հայտնվում դարպասում, շատ թույլ է։ Կրկին Արարատն է գնդակով, Ստեփանեց Փոխանցում Տուգանային հրապարակ, խաղից դուրս վիճակյանները, չի շտապում Չանչարևիչը, ի վերջո գնդակ ուղարկում է առաջ և լսվում է մրսավար Աշոտ Ղալթախչյանի սուլիչը, Ալաշկերտը, Բաքրատ Նավոյանի